Բարեձեզ, Շանտի ուղի եթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշարը, խոսելու ենք պետական բուհական ընդունելության քննությունների արդյունքներից, որոնք ամփոփվել են գրեթե 10 օր առաջ եւ այսպես մեր հյուրն է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոպյանը։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո։ Քանի դիմորդ ունեիք Շիրակի պետական համալսարանում, քանի ուսանող եք ունենալու եւ այսպես դիմում են շատ, ընդունվում են քիչ, թե ընդհանուր առմամբ դիմորդների թիվը պակասում է։ Հանրապետությունում այս տարի ընդունվողների թիվը պակասել է անցյալ տարվա համեմատ։ Մոտ 12700-ից 9000, 10000, 11000-ից հասել ենք մոտավորապես 97-ի, 9700։ Դիմորդների թիվն էլ այս տարի մի փոքր պակաս քան անցյալ տարի, բայց դա զգալի չի անկեղծորեն պիտի ասեմ։ Մենք այս տարի ունեցել ենք 346 դիմորդ եւ կունենանք 232 ուսանող։ Բառացիորեն երեք ամփոփվեց նաեւ հանրապետական ընտրական հանձնաժողովը հաստատեց նաեւ երկրորդ փուլով դիմորդների արդյունքները եւ այս պահին կարող եմ վստահել, որ ամենայն դեպս 232 ուսանող հաղթահարել են մրցույթը, այո, երկրորդ փուլն էլ է ավարտվել եւ արդյունքում ունենք այսքան 232 հոգի ընդունվող, իհարկե դեռ արտասահմանցի ուսանողներ կարող են լինել, որ կընդունվեն, իրանց ընդունելության կարգը այլ է եւ հնարավոր է, որ 1, 2, 3, 5 ավելանա այդ դիմորդների թիվը։ Պատկերը այսպեսին է, անցյալ տարի ունեցել ենք մի փոքր ավելի ուսանողներ, դիմորդների թիվն էր, բայց այստեղ պիտի ասեմ, որ կա մի հատ մտահոգող բան ընդունելության քննությունների ցածր արդյունքները, ցածր այն իմաստով, որ շատ են անբավարար ստացողները։ Գործնականում ես պիտի ասեմ, որ մոտ 40-35-40%-ը ստանում են անբավարար գնահատական կամ չեն հաղթահարում այդ շեմը եւ արդյունքում ունենք այսպիսի իրավիճակ։ Բայց բոլոր դեպքերում ես պիտի ասեմ, որ քննություններն անցել են բավականին լավ կազմակերպված, նույնիսկ կարող եմ ասել, եւ բոլոր այն դիմորդները, ովքեր իսկապես ունեցել են կայուն գիտելիքներ, հաղթահարել են շեմը, դարձել են ուսանողներ, ինչի համար թույլ տվեք օգտվելով առիթից շնորհավորել բոլոր առաջի կուրսեցիներին, ովքեր ընդունվել են, այդ թվում նաեւ իմ թորնուհուն, եւ ցանկանալ նրանց Մեր բուհն են ընդունել ձեր թորնուին։ Չէ, մերոնք շարունակում են ծնողների ավանդույթը բժշկական համալսարան են ընդունվել եւ կուզենայի, որ բոլորը իմանային, որ պիտի սովորել, շարունակել սովորել, դա ցկյանս է։ Այսօր հնարավորություն կա բոլորի համար ամեն օր տեխնոլոգիաների զարգացումը, տեղեկատվական դաշտի ազատությունը հնարավորություն է տալիս բոլորին բուհին զուգահեռ նաև աշխատասիրության պարական փայլուն կրթություն ստանալ։ Պարոն Սերոպյան, նույն տենդենսը նաև նույն վիճակագրությունը պատկերը նաև Շիրակի պետական համալսարանում են տեսնում ենք ընդհանուր տվյալները հանրապետությունում անվճար տեղը եղել է հատկացված 2133-ը ընդունվել է 1875, այսինքն անվճար տեղերը չեն լրացվում, բայց ամեն դեպքում անվճար տեղերի քանակն ավելի քիչ է հատկացվում, քան վճարովիների։ Իհարկե, զգալիորեն քիչ է հատկացում, ես կարող եմ ասեմ, մենք հատկացված եղել 80 անվճար տեղ եւ 218 վճարովի տեղ եւ միակ ոլորտը, որտեղ մենք անվճար տեղերը չենք իրացրել, 2-3 տեղ ունենք ինֆորմատիկա եւ կիրառական չենք լրացրել, մնացած մեր բոլոր անվճար տեղերը, պետպատվերով տեղերը բոլորը լրացվել են, առաջին անգամ մենք բոլոր տարիներին լրացնում ենք, պարզապես այս տարի 2 թե 3 տեղ չենք լրացրել ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա մասնագիտությունը։ Իսկ առավելագույն անցողիկ միավորը որն է եղել, որ ինչպես նշեցիք, պատրաստվածության կրթական ցածր մակարդակ է եղել դիմորդների։ Առավելը, հա, ունենք ցածր միավորներով էլ ունենք, վճարովի համար կա կանցնող ցավոք սրտի։ Ասենք 7.5 միավորով անցել են վճարովի։ Նույնիսկ վճարովի 7.5-ով, հա, հնարավոր է, որ իսկապես 7.5-երով անցնեն, բայց գիտեք, այդ կան էլ ցուցանիշ չի, ես հիշում եմ տարի, երբ 7.5-ով անվճար էին նստել նույնիսկ։ Այդպես իրավիճակ էլ է եղել, ընդհանուր առմամբ իմ մոտ կա շեմերը, բավականին վճարովի համակարգին տված շեմերը, բավականին բարձր շեմեր ունենք 35,
36 մենք տարի եղել 40 միավորով ուսանողներ ենք ունեցել ընդունված, պարզապես ընդհանուր առմամբ ես ուզում եմ այդ հանգամանքը նշել, որ խնդիր կա, այդ խնդիրը կա։ Ես պարզապես ասեմ, որ այդ խնդիրը շատ հետաքրքիր է, ես երկու խնդիր կնշեի, եթե փորձեմ ասել, երկու խնդիր։ Ավելի շուտ միգուցե երաշերտ կրթության մասին խոսեմ, թողնելով նախադպրոցական կրթությունը, մենք ունենք խնդիր եւ հանրակրթությունում, Բուհը բնականաբար ամեն օր լուծում են խնդիրները, որոնք ընթացքում ծագում են բարձրագույն կրթության համակարգում, պայմանավորված ռեֆորմերով, տեխնոլոգիաներով, կրթության տեխնոլոգիաներով, տեխնիկայի փոփոխությամբ եւ նաեւ կա մեկ խնդիր, որը կապված է շրջանավարտների հետ խնդիրը։ Եվ մենք Շիրակի պետական համալսարանը փորձում է այս 3 օղակներում դերակատարություն ունենալ։ Եթե խոսենք շրջանավարտների խնդրի մասին, բոլորս հասկանում ենք, որ այսօր ինչքան արագ է զարգանում տեխնոլոգիաները, նաև կրթական տեխնոլոգիաները, մեթոդներն են փոխվում, եւ շրջանավարտը, որը ավարտում է 2, 3, 4 տարի հետո հայտնվում է այնպիսի խնդիրների առաջ, որոնք ինքը չի տիրապետում, որոնք կրթությունն եք նշում, դրանք կարող են լինել օրենսդրական դաշտի փոփոխություն, ատեստավորումներն են, նոր մեթոդներն են դասավանդման, նոր տեխնոլոգիաներն են, տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցներին տիրապետելու անհրաժեշտությունն է, այդ բոլորը եւ Շիրակի պետական համալսարանը շրջանավարտների համար վերջին 3 տարիներին, 3 տարի առաջ ավարտածների համար այդ բոլորն անում է անվճար, ոչ ֆորմալ կրթության միջոցով փորձում ենք այն, ինչ մեր ուսանողը հայտնվել է շուկայում, այդ շուկայի պայմաններում չի ստացել գիտելիքները, ոչ թե պարզապես չենք ուզեցել, չենք տվել, այլ պայմանների փոփոխության հետևանքով է առաջացել, փորձում ենք անել։ Եվ կա մեկ այլ խնդիր, այդ խնդիրը դպրոցների հետ է կապված։ Ընդ որում դա ոչ թե կրթական համակարգի կառավարումով է պայմանավորված, այլ օբյեկտիվ իրականություն է։ Տեսեք, ամբողջ աշխարհը ընտրել է կրթության խմբակային մեթոդը։ Ձևավորվում են դասարաններ, այդ դասարաններում իրականացվում է կրթություն։ Եթե մենք ունենանք իդեալական դպրոց, իդեալական ծրագրեր, իդեալական դասագրքեր, իդեալական դասավանդողներ, միևնույն է այդ դասարանում 20, 22, 15 ունենք տարբեր պոտենցիալով աշակերտներ։ Կա ընկալման, արագության խնդիր, տեմպի խնդիր եւ այստեղ անխուսափելիորեն առաջանում է մի խնդիր, որը լուծում է պահանջում։ Որն է այդ խնդիրը։ Կան աշակերտներ, որոնք դժվարությամբ են հասցնում նյութը յուրացնել, կան որոնք հասցնում են եւ կան աշակերտներ, որոնց համար այդ նյութը յուրացում է շատ ծյուրին, իր համար դառնում է անհետաքրքիր։ Այսինքն տարբեր։ Այդ անխուսափելի է, նույնիսկ ասում են բոլոր իդեալական պայմաններում։ Եվ այստեղ փորձում է Շիրակի պետական համալսարանը, այս տարի արդեն պլանավորված է եւ այս տարվանից մենք կսկսենք իրագործել, մենք գնում ենք Կիրակնորիա դպրոցի ճանապարհով։ Հենց այդ գաղափարը ես հասկացա ինչին է գնում ձեր ասածը Կիրակնորիա դպրոցի գաղափարը այդ նպատակով է առաջացել հանրակրթությունում կրթության որակի եւ ըստ այդմ ստացվող արդյունքների մասին, բայց ինչ է կարծում կարճատև չի այդ գաղափարը կարող է երկար կյանք ունենալ Կիրակնորիա դպրոցը։ Այդ գաղափարի մասին ասեմ քննարկումները կան, լուրջ քննարկումներ են, մենք խոսել ենք նաև մարզի կրթության ոլորտի պատասխանատուների հետ, փորձում ենք բոլոր դեպքերում հնարավորինս կազմակերպել այնպես, որ նա երկար կյանք ունենա։ Հիմա ասեմ ինչումն է։ Մենք այստեղ երաշերտ խնդիր ենք լուծում։ Որն է Կիրակնորիա դպրոցի նպատակը։ Մենք չենք փորձում փոխարինել կրկնուսույցին։ Այստեղ ուրիշ է մոտեցումը մեր։ Մենք լրացնում ենք անցյալի բացերը, այսպես ասած ռետրոակտիվ միջամտություն։ Առաջի խնդիրը մենք հիմնականում փորձելու ենք այս խնդիրը լուծել 7-ից 10-րդ դասարանի աշակերտների շրջանում։ Դա այն տարիքն է, երբ աշակերտը ինքը իրեն կարող է պաշտպանել, իր իրավունքները գիտի, որտեվ այստեղ մի հատ իհարկե խնդիր կա։ Բուհի աշխատակիցը ակտիվորեն մտնելու է մասնակցելու այդ process-ին եւ աշակերտը այդ նույն թեման լսելու է երկու մարդու մոտ։ Այստեղ կարող են խնդիրներ առաջանալ եւ այլն, պետք է աշակերտը լինի այնքան
գիտակից որ հասկանա, որ նույն բանը կարող են իսկապես երկու մարդիկ բացատրել, մեկը մի մեթոդով, մյուսը մի մեթոդով, մեկը իր համար կլինի ավելի ընդունելի, մյուսի բացատրությունը կլինի գերոջ համար ընդունելի, այստեղ պետք է բախումներ չառաջանան։ Լավ, այս Կիրակնորիա դպրոցը ինչ է կարծում, ստեղծում է որպեսզի բազա դառնա Շիրակի պետական համալսարանում կոնտինգենտ ապահովելու, թե ձեզ համար միևնույն է այդ դպրոցը կավարտեն հանրապետությունում կամ միջազգային որ ցանկություն կունենան կդիմեն։ Ես ձեր ստուդիայում մեկ անգամ եմ ասել Հայաստանի Հանրապետության բոլոր ուսանողները Շիրակի պետական համալսարանի ուսանողներն են։ Մեր բոլոր շրջանավարները դպրոցներում դրանք Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի շրջանավարներն են։ Ասում եմ անկեղծորեն, որովհետև ոչ ոք չգիտի թե նրանցից ով կգա վաղը Շիրակի պետական համալսարանում աշխատելու, Շիրակի պետական համալսարանի կառավարման գործընթացը կարգավորելու, վերջի վերջը նրանք աշխատելու են հանուն մեր Հայաստանի Հանրապետության։ Իսկ նորից եմ կրկնում, տեսեք, ես մի էտապը ասացի, վերադառնամ Կիրակնորիա դպրոցին, կարգավորվելու է ընթացիկ նյութի յուրացումը։ Այսինքն մեկ շաբաթվա ընթացքում այդ դպրոցներում ինչ է անցել։ Այո, այն աշակերտը, որը մի քիչ հետ է մնացել, իրեն օգնենք, որ այդ կարգավորվի։ Եվ երրորդը շատ կարևոր մեկ փուլ կա, պիտի զարգացվի երեխաների դրամաբանական եւ վերլուծական մտածողությունը, հաճախ ասում են քննադատական մտածողություն, ես դեմ եմ դրա այդ ձևակերպմանը, քննադատել էլ կարելի է, գովել էլ կարելի է, պարզապես պետք է վերլուծել, ստանալ արդյունքը։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ մենք երեխեքի մոտ զարգացնենք այդ դրամաբանությունն ու վերլուծական մտածողությունը։ Եթե այս բոլորը հաջողվի մեզ անել, ինձ թվում է, որ մենք օգնած կլինենք ոչ միայն դպրոցին, այլ բուն մեր աշակերտին, ինքը ավելի հեշտությամբ կարող է ընդունվել, դառնալ դիմորդ, հանձնել քննություն։ Տեսեք, այս տարի խնդիր կար ընդունելության քննության որոշ առարկաներում եղել են շտեմարաններ հարցաշարերում եղել են հարցեր, որոնք անմիջականորեն բուն շտեմարանում չեն եղել։ Հիմի փոփոխվում են մեթոդները, նոր մեթոդներով է եւ բացառված չի, որ այո, այս դասագրքի պետք չի վարժեցնել, այո, այսօր բոլոր մեր ունեցած շտեմարանները պիտի նայել պարզապես որպես օգնություն։ Պետք է սովորել առարկան, պետք է սովորել առարկայի հիմնարար օրենքները, այո, եւ եթե կա տրամաբանություն եւ վերլուծելու ունակություն, ես ավելի քան համոզված եմ, որ դա կլինի։ Այսօր, այսինքն մենք այդ Կիրակնորիա դպրոցով փորձում ենք ուղղակիորեն ուղիղ օգնել մեր աշակերտներին, որպեսզի կարողանան ոչ թե պատրաստում են քննության, որպեսզի կարողանան տիրապետել այդ առարկային, ունենալ առարկական մտածողություն, այո, միայն չլինի շտեմարանային գիտելիքը, ամենակարևորը մարդը կարողանա դրամաբանել ու վերլուծել, դա շատ կարևոր է։ Սա երրորդ էտապն է, այս երրորդ շերտն է, որը նպատակ ունի իր առաջ դրել։ Մի այդ շերտ էլ կա, քոլեջից բու ընդունվելը հեշտ է, արտոնություններ կան քոլեջից բու եկողի համար։ Մենք ունենք տարիներ շարունակ քոլեջի գերազանց եւ լավ առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին հնարավորություններ տրվում եւ հիմա էլ է տրվում այդ հնարավորությունը միանգամից առանց ընդունելության քննությունների որոշակի տարբերություններ հանձնելով սովորել հեռակա բաժնի երկրորդ կուրսում, բայց այս տարի նախարարի հրամանով 5 բուհեր, որոնց թվում նաև Շիրակի պետական համալսարանը, դա փորձարարական քայլ է, ընդ որում ես ողջունում եմ այդ քայլը, մենք մոտենում ենք աշխարհի քայլերին հիմնականում, եւ մենք ստացել ենք ոչ թե մոտ, այլ ուղիղ 70 տեղ, որը հնարավորություն է տալիս որոշ առարկաների գծով ես բերել եմ հատուկ, ասեմ այո, դա տարական մանկավարժություն եւ մեթոդիկա, կերպարվեստ պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսերեն եւ գրականություն եւ հոգեբանություն։ Մենք ունենք 70 գումարային տեղ, որոնք հնարավորություն են տալիս քոլեջի բոլոր շրջանավարներին։ Իհարկե, ըստ մասնագիտությունների այդ հայտարարությունը մենք արդեն տվել ենք կամ մանրամասը, ուղղակի ժամանակը խնայելու համար բոլոր մասնագիտությունները չէ որ կարող են ընդրված մասնագիտություններ դիմել եւ մրցույթային կարգով մրցույթի կանոնները հստակ սահմանված են ընդունվել առաջին կուրսերակա։ Այսինքն իսկապես քոլեջից դեպի բու տեղափոխությունը ինչ որ չափով խթանվում է հիմա այս պահին։ Ինչը շատ ողջունելի է։ Իսկապես մարդը անցնում է որոշակի
միջին մասնագիտական պատրաստվածություն, ինքը ավելի հասունանում իր ընդրած մասնագիտության։ Այսինքն միայն հեռակայում է դա Այո, միայն հեռակա համակարգում են այդ տեղերը տրված են միայն հեռակա համակարգին եւ հեռակա համակարգում կարող են սովորել։ Ովքեր դիմում բացի դրանից հեռակա համակարգում այո, բացի դրանից իրավունք ունեն այս համակարգում սովորելու նաեւ այն ուսուցիչները, ովքեր պարտադիր ատեստավորման արդյունքում ովքեր չեն ունեցել մանկավարժական կրթություն, դուրս են մնացել, կորցրել են աշխատանք, նրանց նույնպես իրավունք է տրված այս նույն ծրագրի սահմաններում, ըստ նախարարի հրամանը ես ինձ հետ բերել եմ, այսինքն բառացիորեն կարտամ, որպեսզի հստակ լինի, Հանրակրթության մասին օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչներ, այսինքն խոսք են ուսուցիչների մասին, ովքեր չունեին բարձրագույն մանկավարժական կրթություն եւ պարտադիր ատեստավորումը չէին հաղթահարել պահանջվող շեմը։ Պարոն Սերբյան, եթե սա պարտադիր է եւ հեռական հնարավորություն է տալիս, այդ ուսուցիչները անվճար են սովորելու հեռական համակարգում։ Բոլոր տրված տեղերում ուսուցիչները սովորում են, բոլորը սովորելու են հեռակայում մենք անվճար համակարգ չունենք։ Հեռակայում պետպատվեր չկա, այսինքն բոլորը վճարով են սովորում։ Վճարով են, ափսոս։ Շրջանավարտները քանիսն էին բուհի այս տարի եւ աշխատաշուկայում ինչ հնարավորություններ են ունեցել իրենք։ Այս տարի շրջանավարտների թիվը մոտ 550-560 շրջանավարտ ենք ունեցել։ Շրջանավարտների որոշակի մասը, տեսեք, այսօր Խնդիրը մանկավարժական բուհից դպրոց գնալու հարցն է նաև հաջորդելու։ Այսօր մեր դպրոցները բավականին ուսուցիչների կարիք ունեն։ Եվ իսկապես մենք ունենք նաև բավականին լավ պատրաստված երեխեք, որոնք կարող են մտնել դպրոց, հանձնել այդ քննությունը։ Մենք փորձում ենք մանկավարժության ոլորտում տեսեք նոր ծրագրեր, նոր մեթոդներ եւ այս բոլորը ոչ ֆորմալ կամ լրացական կրթությամբ մենք փորձում ենք հասցնել մեր եւ սովորողներին եւ այն շրջանավարներին, որոնք նոր են ավարտել, որոնք կարողանան իսկապես դպրոցում իրենց տեղը գտնել, ունենք նույնիսկ ես կարամ ասեմ մենք մեր ավակ դպրոցում են ուսուցիչներ ընդունել մեր շրջանավարներից, որոնք շատ երիտասարդ ու շատ փայլուն արդյունքներ են գրանցում, աշխատում են երեխեքի հետ, այնպես որ աշխատաշուկան իհարկե գտնում են աշխատանք։ Այսօր խնդիրը ինձ թվում է ավելի շատ այսօր գործատուները խնդիր ունեն, քան աշխատանք որոնողները։ Բոլոր գործատուները ունեն լավ աշխատողների կարիք եւ մարդիկ, որոնք իսկապես կարող են ստեղծել արժեք, կարող են մտածել, տրամաբանել, վերլուծել, մտածված աշխատել, ինչու՞ չէ նաեւ տիրապետել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին, այսօր արհեստական բանականությունը եկել, նստել է բոլորիս ատորին նույն մեզ հետ հավասար ստիպում է մտածել, ստիպում է աշխատել, նույնպես որ շրջանավարտները որոշակի մասնագիտությունների գծով, պարոն Սերբյան, շատ ենք խոսել այդ մասին, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, եթե կան էլի մասնագիտություններ, որոնք լրացնում են այս շարքը, որոնք պահանջված չէին, այսինքն պահանջված են, բայց առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանություն կա։ Այն արտոնությունը, որ տվել էր պետությունը, գործեց թե չէ։ Ես անկեղծորեն պիտի ասեմ, որ բակալավրիատում ես արտահայտվել եմ նաև քննարկումների ժամանակ, բակալավրիատում դեռ ոչ ամբողջությամբ։ Տեսեք, մենք մաթեմատիկան այս տարի ունենք 10 ուսանող ընդունվել, բայց քիմիայի գծով, կենսաբանության, ներողություն, կենսաբանության 10 հիանալի թիվ է մաթեմատիկայի համար։ Մաթեմատիկայի համար ես գտնում եմ, որ այո, իսկապես, որովհետև այստեղ կայուն դինամիկա է գրանցվել, եթե ես թվերը, որովհետեւ չսխալվեմ, ես թվերը ասեմ։ Դա թոշակ սահմանելու արդյունքում է եղել։ Նաև այդ արդյունքում, իհարկե։ Եվ օրինակ տեսեք, մաթեմատիկայով մենք ունեցել ենք 25-26-ին ունեցել ենք, ընդունվել են 5 դիմորդ, այս տարի մենք ընդունել ենք 10 դիմորդ։ Մագիստրատուրայում այս խնդիրը չկա, մագիստրատուրայում խնդիրը չկա, որտեղ այնտեղ ընդունելության քննություն չկա, քննություններ չկան, փաստաթղթային մրցույթ է տեղի ունենում ուղղակի, բայց այստեղ տեսեք, քիմիա կենսաբանության ուղղությամբ կարծես թե մրցակից կա բժշկական կրթական ուղղությունը։ Ֆիզիկա, մաթեմատիկայի ուղղությամբ ինձ համար միշտ պարզ է եղել ակնհայտ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների IT ոլորտը մրցակից է, բայց հիմի ոնց որ թե այնտեղ հետաքրքրությունը դեպի այդ ճյուղը մի քիչ փոքրանում է, որտեղ արհեստական բանականությունը բոլոր դեպքերում այնտեղ խնդիրներ է ստեղծելու։
տեսեք, մեր հենց Կիրակնորյա դպրոցի մասին, որ խոսում ենք, մենք սկսելու ենք հենց ԲՏՃՄ-ից ամենայն հավանականությամբ կսկսենք մաթեմատիկայից ու ֆիզիկայից, որտեղ տեսեք, այն պարագայում, երբ մեր աշակերտներն ունեն ատեստատներում դրական գնահատականներ, առնվազն դրական գնահատական, ընդունելության քննության ատեստատը ստանում են 1 ամսից նրանք գնում են եւ քննություն են հանձնում ու պարզվում է, որ 40%-ը 35-40%-ը անբավարար գնահատականներ են գրանցում, այդ իսկապես խնդիր է, մտածելու խնդիր է, բայց ես հուսամ, չգիտեմ, հույս ունեմ, որ ԲՏՃՄ ուղղությունը բոլոր դեպքերում զարգանալու է հաստատ, որտեվ ես ամենևին չթերագնահատելով մյուս դիսցիպլինները, բայց բոլոր դեպքերում երկրի զարգացման համար թե արդյունաբերական հզորացում, թե պաշտպանական անվտանգություն, առանց բնագիտամաթեմատիկական ուղղությունների զարգացման մենք չենք ունենա ինժեներիա, մենք չենք ունենա գյուղատնտեսություն, չենք ունենա ինքնաբավ տնտեսություն, այնպես որ այդ բոլորը վստահ եմ, որ զարգանալու է։ Իսկ այն բաժիներում, որտեղ դիմորդ չկա, բաժիններ չկա, փակում եք, թե ինչ է կանում։ Այն բաժինները, որոնք դիմորդ չկան, իհարկե մենք ստեղ միշտ անընդհատ ընկել ենք, այսպես ասած, կրակի տակ, առաջի կրակը իմ մասնագիտության հետ էր պայմանավորված, ֆիզիկա։ Մյուս կրակն էլ իմ մասնագիտությունն է։ Մյուսն է ձեր մասնագիտությունն էր, հա, բայց իսկապես դիմորդ չկա։ Իսկապես, տեսեք ինչ եղել լրագրությունը, ես հիշում եմ, մենք 2 տարի ունեցանք մեկական ուսանող, ընդ որում մեկը տղա էր քնած բանակ, այն մյուսն էլ աղջիկ էր, կարծեմ տեղափոխվեց այլ երկիր ապրելու։ Ու արդյունքում մեկ հոգին տուվում է, դու դասաբաշխում ես անում, ժամերը տրամադրվում, հետո չկա, հետո մեկ հոգին նախ կրթական միջավայրի բացակայություն է բոլոր դեպքերում։ Փակել եք վերադարձ չկա, թե եթե դիմորդինի կա։ Մենք ունենք լիցենզիաներ, ցանկացած պահի մենք անընդհատ շուկան ուսումնասիրում ենք, հարցնում ենք։ Իսկ ժուրնալիստիկայի լիցենզիա կա։ Եթե իսկապես մենք մեր լիցենզիաները պահպանված է, ցանկացած պահի, երբ մենք հասկանանք, որ ենթադրենք ունենք 10 հոգի հաստատ կունենանք դիմորդ լրագրության բաժնում կամ 10-ից քիչ որ լինի, ասենք 5 դիմորդ։ Այստեղ կա նաև այսպիսի հարց խնդիր։ Բուհը պիտի ֆինանսական նաև կայունություն ունենա։ Երբ որ դու 1, 2, 3 որոշակի թիվ կա ուսանողների արկայում, հեռագա բակալավրիատում, մագիստրատուրայում, որը առնվազն պետք է գոնե կատարված ծախսերը ինքնածախսման համար, զարգացման համար դել չեմ ասում։ Եվ այդ տեսակետից նաև այդ է վտանգ բերում։ Հիմա մենք փորձում ենք ինչ որ մասնագիտություն կարծես թե փրկել, վնասում ենք ամբողջը։ Եվ այն բոլոր դեպքերում, տեսեք, նախարարությունը մեզ ասում է, որ վերջին 5 տարվա տվյալների վերլուծության վրա միայն հայտարարագրեք տեղերը եւ ճիշտ է անում։ Մագիստրոսական ինչպիսի մասնագիտություններ կան ու ինչքանով հասկանում եմ, գուցե այդպիսի տպավորություն է ստեղծվում միջոցառումների մասով, որ բակալավրիատում ավելի քիչ են դիմորդները, քան մագիստրատուրայում։ Չէ, ամենևին այդպես չի։ Մենք մագիստրատուրայում վերջին տարիներին մագիստրատուրայում կարամ ասեմ բավական ակտիվ է ավելի շատ։ Այո, 24-25-ին ընդունվել են 197, հետո ունենք 190, էլի 197, վերջի 2 տարին 197 ստաբիլ մնացել է, բակալավրիատ ընդունվում են 230, 240, 250, հա, եւ մագիստրատուրայում պատկերը, տեսեք, ԲՏՃՄ ուղղություններով մագիստրատուրան սկսեց աշխատել։ Գալիս են հարակից մասնագիտություններից նաև ֆիզիկը ուզում է դառնալ մաթեմատիկայով, ինչ մաթեմատիկա։ Տեսեք, այնտեղ ֆիզիկա ունենք մենք մագիստրատուրայում, 10 տեղ ունենք, 10-ն էլ ընդունվել են, կենսաբանությունը նույն ձևով, աշխարհագրությունը նույն ձևով։ Այդտեղ աշխատում է եւ դա, բայց այստեղ ես բոլոր դեպքերում գտնում եմ, որ դիտարկում հարցում կա մագիստրատուրան ավարտելուց հետո նրանք դպրոց են գնում, թե այլևս։ Ահա, այ ամբողջ խնդիրն է, որ ես բոլոր դեպքերում ի սկզբանե եղել եմ այդ բանի կողմնակից եւ հիմա եմ գտնում, ինձ թվում է մենք շուտով կհասնենք դրան, միջին մասնագիտականում էլ են տրվում թոշակներ եւ այնտեղ խոսք է գնում, որ պիտի պայմանագիր կապվի, որ որոշակի ժամանակ պիտի պետության ուղարկած նշանակումով պիտի գնա ու աշխատի։ Ես գտնում եմ, որ բոլոր դեպքերում մագիստրատուրայում այնտեղ որտեղ ինքը գնում է մագիստրատուրա ստանում այդ կրթությունը, եւ ոչ միայն մագիստրատուրա, նաեւ բակալավրիատ պիտի լինի պարտադիր պայման, որբիսի մարդը գնա աշխատի որոշակի ժամանակամիջոց, ինձ թվում է այդ դեպքում շատերը կմնան նաեւ այդ ոլորտում, որովհետեւ երբ մարդը աշխատում է, տեսնում է այդ աշխատանքի արդյունքը, եթե այդ աշխատանքը ինչ որտեղ բարեկեցիկ
կյանքի ապավում քեզ, դու սկսում ես այդ ոլորտում արդեն քեզ եւ լավ զգալ եւ աշխատել քո վրա, բարձրացնել մասնագիտականը։ Այդ տեսակետից ինձ թվում է, որ պիտի գնալ նաեւ այդ ճանապարհով։ Իսկ կան մասնագիտություններ, որոնք նոր ուսումնական տարում նոր են Շիրակի պետական համալսարանում եւ բակալավրիատում եւ մագիստրատուրայում։ Նոր եզակի մասնագիտություններ են, պահանջված մասնագիտություններ։ Ցավոք սրտի այդպես ասել, որ եզակի մասնագիտություններ են չկան, մենք տեսնում ենք, որ հանրակրթական դպրոցներն ունեն նկարչության, կերպարվեստի ուսուցիչների կարիք, մենք նախանցյալ տարի արդեն մեզ հաջողվեց հեռակայում կերպարվեստ բաժին, հենց մենք ուսուցիչներ ենք պատրաստում, ոչ թե նկարիչներ։ Մեկ 3-4 տարի առաջ մենք մագիստրատուրայում էլի շատ պահանջված երկու կրթական ծրագրերի համար լիցենզիա ստացանք, խոսքը հատուկ մանկավարության ու լոգոպեդիայի մասին էր, եւ պիտի ասեմ, որ նորում տարածաշրջանից այո շատ պահանջված, շատ կարեւոր այսօր դպրոցներում էլ այդ խնդիրը կա, ցավոք սրտի, այսօր այս երեխեքի ամբողջ օրը հեռախոսի մեջ լինելը ես նկատել եմ բազում դեպքեր գիտեմ, նախադպրոցական տարիքի երեխաների մոտ լուրջ լոգոպեդիկ խնդիրներ է առաջացնում, միաժամանակ նայում էլ մուլտիպլիկացիոն ֆիլմերը եւ հայերեն, եւ ռուսերեն, եւ անգլերեն, այդ երեխի մոտ մի հատ շիլաշփոթ է խոսքի եւ շատ ժամանակ խոսքի արգելագումներ են տեղի ունենում, լոգոպեդներն այդտեղ շատ լուրջ աշխատելու։ Այսինքն փորձում ենք այն մասնագիտությունը, որը հասկանում ենք, որ իսկապես դրա պահանջը այսօր կա, նորից վերադառնամ, այստեղ մասնագիտություն մենք չենք փակվում, եթե լինի պահանջը, մենք ոչ մի լիցենզիա չենք վերադարձրել, բայց փորձում ենք նաև անել այն, որ ունենանք կրթական միջավայր ու կարողանանք ապահովել որակյալ կրթություն։ Պարոն Սարոպյան, ռազմական ամբիոնը մնում է։ Ռազմական ամբիոնը մնում է, կա մի հատ այսպիսի, հա, ես մեկ-մեկ նայում եմ համացանցը, չնայած այնքան էլ լուրջ չեմ վերաբերվում անկեղծ, որ զինղեկներ չեն լինելու դպրոցներում։ Հա, ոչ զինղեկ ունենալու է դպրոցը, մեր ստացած պարզապես առարգայի անվանումն է փոխվում, ռազմական ամբիոնը մեր մնում է, ավելին ասեմ, Կանով գիտեմ, միակ ամբիոնն է, չէ՞, Հայաստանի Հանրապետության բոլոր բուհերից ռազմական ռազմագիտության ուսուցիչներ պատրաստում է եւ զինղեկներ պատրաստում է միայն Շիրակի պետական համալսարանը, այստեղ առանձնահատկություն կա։ Մարտը, որը զինղեկ է, նա պիտի ունենա սպայական կոչում եւ պիտի ունենա առնվազն մանկավարության բակալավրի աստիճան։ Այսինքն նրանք երկուսը միաժամանակ ստանում են մեր մոտ։ Ես պիտի ասեմ, որ մենք այս տարի օրինակ 15 տեղից 14-ը արկայում իրացրել ենք բակալավրիատում, բայց մենք հեռակայի համար չեմ հիշում 40 թե 45 տեղ ենք պատվիրել եւ այստեղ խնդիրը նրանում է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում երբ ընդունվեց Պաշտպան հայրենյաց ծրագիրը, մեր շատ դիմորդներ, որոնք միշտ դիմում էին եւ պատրաստ էին դիմելու ավելին արկայից մենք բավականին հեռակա տեղափոխվողներ նաեւ ունեցանք, որովհետեւ այդ հնարավորություն է տալիս մարդուն եւ սովորելու ստանալ կրթություն միաժամանակ բավականին բարձր աշխատավարձով ծառայելու նաեւ բանակում, ավելին 5 տարի արդյունքում նրանք նաև սպայական կոչում են ստանում եւ այդ պաշտպան հայրենյանցը առաջի 5 տարին ավարտելուց հետո նրանք արդեն կարող են ծառայել ոչ թե որպես շարքայիններ կամ սերժանտական անձնակազմ, այլ սպայական անձնակազմ կարող են տեղափոխվել, այնպես որ մնում է մեր ռազմական ամբիոնը, մենք մեր պետ պատվերով տեղերնել ենք ստացել, ավելին ասում եմ մոտ 40, չեմ հիշում 40 թե 45, անցյալ տարի մենք 77 թե 80 դիմորդ ունեինք հեռագայում նախնական զինվորական պատրաստության ամբիոնում։ Տեսեք, կրթության ժամանակակից հնարավորությունները փոխվում են, պահանջը դա բուհը ինչպիսի ենթակառուցվածքային փոփոխությունների է գնում։ Ի վերջո չի կարող հետ մնալ, դուք եք նշում, չէ, արհեստական բանականությունն է, այսօր մեզ հələ չասեմ, որ կառավարում, բայց ամեն դեպքում ամեն ինչ փոփոխվող է այս աշխարհում։ Ինչպես է բուհ այդ ենթակառուցվածքներն ապահովելու։ Իսկապես մնալ այն ենթակառուցվածքների տիրույթում ինչ ունեցել ենք 5 տարի առաջ, 10 տարի առաջ, այդ նշանակում է շատ հետ մնալ։ Ես պիտի ասեմ, որ 2 տարի արդեն Շիրակի պետական համալսարանի ֆինանսական կայուն վիճակը հնարավորություն է տալիս ասել, որ մեր բյուջեն նույնիսկ զարգացման բյուջե է եւ իսկապես մենք փորձում ենք վերազինել մեր տեխնիկական միջոցները
ուրեմն մի քանի բան, այն որ կատարում են ընթացիկ վերանորոգումներ եւ այլն, մեր այգին տեսնում եք ինչ խնամքի կարիք ունի այդ գեղեցկությունը, այդ բոլորը ամեն ինչ պահպանում է, բայց շատ լուրջ ուշադրություն ենք դարձնում նաեւ մեր տեխնիկական հագեցվածությանը։ Անցյալ տարի մեզ հաջողվեց առաջին անգամ 5 ինտերակտիվ մոնիտորներ, որոնք եւ գրատախտակ են եւ համակարգիչ են, եւ այս տարի արդեն գնել ենք եւս 15-ը։ Ուղղակի այս լոգիստիկ խնդիրները կան, տեղափոխության մի քանի օրով ուշանում է։ Պատրաստում ենք, կասեմ, դրանք տալիս են փուհին հնարավորություն եւ ուսանողին եւ դասախոսին իսկապես նոր որակով դասվարելու։ Ուսանողները շատ մեծ ակտիվություն են դրսևորում, այդ հնարավորությունը տալիս ցանկացած պահի մտնել այդ ամբողջ ինտերնետային, այդ ամբողջ ցանցում եղած ինֆորմացիան ցանկացած պահին ցանկացածը գտնել, բացել, տեսնել, քննարկել, աշխատել ամեն ինչ։ Իսկապես ես անձամբ ինքս երբ դասավանդում եմ, ես հիմի այդ տարբերությունը զգում եմ ուսանողի այսօր դպրոցից երեխան սկսում է սովորել խաղալով, փորձում ենք այդ դրույթ անել, չեմ ուզում սա խաղ է, բայց իսկապես սա անհրաժեշտություն է։ Դու կարող ես հենց նույն լսարանում դիմել արհեստական բանականությանը, ստանալ հարցի պատասխանը լավ կամ վատ։ Այս տարի մենք հիմի սպասում ենք, մրցույթը կայացել է մեր 15 եւս բերելու են, բայց եկող տարի ավարտելու ենք մի ցիկլ, որ բոլոր լսարանները այլևս մենք չենք ունենա կավիչ, այլևս չենք ունենա գրատախտակ, կունենանք այդ մոնիտորները 75 զույմանոց, որոնք արդեն Պարոն Սարոպյան, այսինքն Շիրակի պետական համալսարանի հիմնադրամը ֆինանսական ամբողջը ինքն է կառավարում, այս վերջին տարիներին ինչքան են բարձրացել ամեն տարի ուսման վարձը, այսինքն ենթադրում եմ, որ այդ ֆինանսական հնարավորությունները ուսման վարձերի բարձրացման հաշվին են։ Այդ ֆինանսական հնարավորությունները ոչ միայն ուսման վարձերի հաշվին են, դա խնայողությունների միջոց է, այսինքն ֆինանսները խնայողաբար։ Տեսեք, մենք ես պիտի ասեմ, որ մենք արդեն 8 տարի է մեր գնումները կատարում է մասնագիտացված կառույցը։ Մենք միայն տալիս ենք տեխնիկական բնութագրերը եւ իսկապես այդտեղ նկատվում է, որ մենք ունենք լուրջ խնայողություններ, ես չեմ հիշում, որ մենք մեր հայտարարած գնից ավելին վճարած լինենք որևէ գնման համար։ Այստեղ տեսեք, մի քիչ առաջ մենք խոսում էինք մասնագիտություններ փակվելու ոչ։ Ես պիտի ասեմ, որ ճիշտ հայտարարագրելու մասով եւս մեր մոտ ես հիշում եմ 2018 թվականին ես հոգաբարձների խորհրդում երբ խոսում էի, ասում էի, որ 218 խմբերից 118-ը թեր բեռնված են։ Մենք այսօր շատ քիչ թեր բեռնված խմբեր ունենք։ Այսինքն նաև կրթական process-ը ճիշտ կազմակերպելով։ Տեսեք, մեզ կարող ենք թույլ տալ մրցույթը կայացել է, սպասում ենք շինարարին 100 կիլովատ հզորությամբ արևային կան ենք տեղադրել մեր շենքի վրա։ Պատրաստվում ենք անպայման ունենալ մինչև տարեվերջ լիֆտ, որովհետև ներառականությունը դա պահանջում է իսկապես, մենք այսօր ունենք իսկապես այդպիսի ուսանողներ եւ փորձում ենք առաջի հարգում կրթությունը կազմակերպել, բայց այսինքն մենք անում ենք ամեն ինչ կրթության այդ տեխնիկական վերազինումն էլ ինքնանպատակ չի, պարզապես անենք անելու համար, այդ բոլորը ուղղված է կրթության որակին։ Հասկանալի է, ուսման վարձը բարձրանում է, ֆինանսական հնարավորությունները։ Ուսման վարձի մասին ես չպատասխանեցի։ Ուսման վարձը վերջին անգամ կարծեմ 2 թե 3 տարի առաջ ենք բարձրացրել, բայց այդ բարձրացումը պայմանավորված է եղել ոչ թե նրա համար, որ այդ պետք էր անել, համեմատվել է։ Մենք հանրապետության ամենացածր վարձը ունեցող բուհերից էինք, եթե ոչ ամենացածրը։ Առումով նաև պրոֆեսորադասախոսական կազմը հանրապետությունում ամենացածր աշխատավարձն է ստանում։ Չի ասում ամենացածր աշխատավարձը, բայց բարձր չի մեր աշխատավարձը։ Իսկապես ցածր է, ես գտնում եմ ցածր այդ աշխատավարձը, բայց այդ աշխատավարձը բարձրացնելու համար շատ ավելի մեծ ֆինանսական միջոցներ են պետք, ինչ մենք այսօր տեխնիկական վերազինման վրա ծախսում ենք, բայց փորձում ենք այդ ոլորտում էլ անել, պիտի ասեմ, որ համենայն դեպս այն 9-րդ տարին է իմ կառավարման, այդ 9 տարիների ընթացքում միշտ աշխատակազմը ստացել է տարեվերջին ոչ, ցավոք սրտի ոչ։ Ես նման բան ասել չեմ կարող, ստացել է եւս մեկ հավելյալ աշխատավարձ տարեվերջին
Իսկ 13-րդի մասին է խոսքը, իսկ անցյալ տարի եւ այս տարի մենք մեր պրոֆեսորատասախոսական անձնակազմին, դպրոցի, քոլեջի աշխատակիցներին արձակուրդ գնալուց առաջ վճարել ենք եւս կեսական աշխատավարձ ամսական։ Սա էլ խոսենք եւ ամփոփենք կառավարում եւ վարչարարությունը, ինչի եմ հարցնում, որովհետեւ շատ հաճախ ձեր անվան շուրջ են այդ լարումները լինում բուհի ներքին համակարգում, նշելով, որ աշխատավարձ բարձրացրել են երկու աշխատողի, այն էլ ձեր բարեկամն են եղել, իհարկե սա զուտ այն շրջանառվող լուրերի, որոնք նաև մարդիկ ապացուցում են փաստաթղթերով։ Եվ ոչ միայն այդ մեղադրանքը կա, 100,000-ավոր մեղադրանքներ, մենակ ոնց որ թե Քենեդու սպանությունը հենց չեն վերագրել, հա։ Աշխատավարձերը չի բարձրացնում ռեկտորը կամայականորեն։ Նախ աշխատողներից մեկի աշխատավարձը, որի բարձրացվել է, դա բարձրացվել է պաշտոն եք տվել նրան։ Պաշտոն է, որովհետև նա աշխատել է դպրոցում այդ պաշտոնների համար մտցվում են գործակիցներ, եղել է գործակիցի փոփոխություն, հոգաբարձների խորհրդում տարել ենք, օրենքը դրել ենք, այդ փոփոխությունը կատարել ենք։ Հաջորդը եղել է ոչ թե բարեկամուհու, այլ եղել է պաշտոնի բարդականությունների բարձրացում, հոգաբարձուների խորհրդում քննարկվել է, հիմնավորվել է, մենք ասել ենք, որ մարդու վրա դրվել է լրացուցիչ բարդականություններ, ոչ թե մարդու պաշտոնի վրա, որովհետև պաշտոնի ազնագիր կա։ Եվ ըստ այդ պաշտոնի բարձրացվել է։ Ավելին ասեմ, մի 3-4 տարի առաջ նման հիմնավորումով բարձրացվել է նաև բաժնի պետերի աշխատավարձը։ Որտեւ իսկապես, գիտեք, այսօր եթե փորձում ես դու աշխատող գտնել ու մեկը դուրս է գալիս, դու պետք է ունենաս աշխատավարձ, որ կարողանաս այդ աշխատավարձը համապատասխանի այն ծառաբեռնվածությանը, որը մարդը կատարում է։ Կենտրոնի փոխտնօրենի աշխատավարձը պարզապես սկզբունքորեն անկախ անձից հավասար, խոսքը գնում է ուսումնամեթոդական գործընթացների կառավարման կենտրոնի փոխտնօրենի մասին, միակ կենտրոնն է մեր 3 կենտրոններից, որը ունի փոխտնօրեն, եւ այդ կենտրոնի տնօրենը նաեւ պրոռեկտոր է, որտեղ դա ուսումնականը մեր ծառաբեռնվածության, եթե չասեմ 90, գոնե 70%-ն է, եւ պարզապես այդ կենտրոնի փոխտնօրենի աշխատավարձը հավասարեցվել է բաժնի պետերի աշխատավարձին ընդհանրապես։ Եվ վերջում ռեկտորի պաշտոնի ժամկետը երբ է ավարտվում։ Իմ պաշտոնավարման ժամկետը ավարտվում է ըստ աշխատանքային պայմանագրի 2017 թվականի մարտի 18-ին։ Հա։ Այնպես որ բոլորը գիտեն այդ մասին, ավարտվում է այդ ժամկետը։ Այդ ընթացքում աշխատավարձերի բարձրացում լինելու է։ Աշխատավարձերի բարձրացման համար ես խոսել եմ մեր արմունության նախագահի հետ, այդ մասին խոսել եմ գիտական խորհրդում, խոսել եմ տարբեր ամբիոններում մեր աշխատակիցների հետ։ Այդ աշխատավարձի բարձրացումը անելու համար պետք են իսկապես լուրջ միջոցներ, բյուջեն պիտի կայուն այդ միջոցները ունենա։ Դա ասում եմ, պիտի շարունակել այն, ես ասեմ, մենք այսօր զարգացման բյուջե ունենք այն դեպքում, երբ 2018 թվականին մայիսին, երբ ստանձնեցի պարտականությունների կատարումը, ես լուրջ խնդիր ունեի միջոցների աշխատավարձ եւ արձակուրդային տալու։ Երկար տարիներ, մի քանի տարի, մի կմոռանա, մենք ունեցանք նաեւ այդ կառավարման շրջանում շատ ծանր ժամանակաշրջան, կորոնա, պատերազմ, հետպատերազմյան իրավիճակ, մենք շատ լավ գիտակցում ենք նաև մարզի սոցիալական վիճակը, բայց բոլոր դեպքերում ցավում եմ առայժմ ես ասել եմ բարձրացում չի լինելու, կտրուկ բարձրացում չի լինելու, ես ասում եմ մենք կարող ենք չտալ 13-րդը, դա ամենևին պարտավորություն չի գործատուի համար, ամառվանը չտալ, այդ բոլորի արդյունքում 15% բոլորի աշխատավարձը կարող եք բարձրացնենք։ Հիմա դու ոնց կընկալվի այդ ճիշտն ասած անկեղծորեն ասում եմ, նման առաջարկ արել եմ եւ շատերն ասում են, չէ, թող մնա այս իրավիճակով, ոչ թե ամեն ամիս ստանանք 15,000-ը, բայց որ հունվարին է, դեկտեմբերին ենք ստանում կամ նոյեմբերին, ու մի հատ էլ էս ամառը ասես ավելի լավ է։ Չգիտեմ, ունենք այն, ինչ ունենք։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Տեսանկյան հյուրն էր Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։